Ներսում շատ բան է, հայտնավետանք իրավիճակ է, Վարդան պարոն Ղուկասյանի կողմնակիցները փակել են մուտքը, նախ սկսեմ, որ արտիքսի եմ, Մորկու ջան, նախ սկսեմ, որ հենց սկզբից ինձ թույլ չտվեցին ներս մտնել և պարոն Ղուկասյանի հետ հանդիպել, ասացին քննչական գործողություններ, մի քանի անգամ խնդրեցին, նույնիսկ փոխոստիկանապետին խնդրեցի, որպեսզի թույլ տան ներս մտնեմ և տեղում իրավիճակին ծանոթանամ և պարոն Ղուկասյանի հետ շփվում, նայում ամեն ինչ նորմալ է, թույլ չտվեցին, թույլ չտվեցին, ներսը քննչական գործողություններ են իրականացնում, թե իրականում ինչ են իրականացնում։ Ինչի հիման վրա եք, այսպես հարցարվեմ մարդու վրա։ Դե բան է, ընդդիմադիր քաղաքապետ է, հայրենիք սիրող։ Այո, ժողովրդի հոգսով ապրող, ժողովրդի հարցերը լուծող, ամեն ինչը Մի րոպե։ Ազգային ժողովի փոխոստակ Ռուբեն Ռուբինյանը անդրադառնալով այստեղ ստեղծված իրավիճակի Պարոն փաստաբան, մի բան տեսնենք ով է առաջինը պաշտպանելու Սրիկային, ով նման գործողությունների է գնացել, նաև այնտեղ այլ մեկնաբանություն։ Դե պարզ է, բնական է, նախ իրանք այդ ԿՊԱ-ների գործելավոճն է, անմեղության կանխավարկածը խախտելով մի անգամից արդեն որոշեցին, որ պարոն Ղուկասյանը հանցագործություն է կատարել ու այդ անեցքի, կարելի ասել անեցքի պես բաներ են, թե իր թիմակիցների, թե մնացածի վրա, պարզ է։ Ճիշտ է տեղեկությունը, որ որոշել է Ղուկասյանը իր ոտքով գնալ Երևան, հասկանալու թե ինչ վիճակ է եւ ինչ են իրենից պահանջում։ Պարոն Ղուկասյանը մի 10 րոպե առաջ դուրս եկավ, դիմեց համակիրներին, աշխատողներին, ովքեր որ հավաքվել էին, որ իջնեն ներքև, ինքը հանգիստ դուրս գա։ Չէ, դուրս չի եկել, դուրս չեն եկել, շենքում են, փոխոստիկան քննչական գործողություններ են ընթանում։ Պարոն Մերկոնյան, հաշվի առնելով, որ երբ ԿՊ-ն արդեն վերդիկտը տալիս է ֆեյսբուքյան ստատուսների միջոցով, ելքնել է պարզ լինում, ինչ եք կարծում, կտանեն կալանքի Վարդան Ղուկասյանը։ Չեմ ցանկանում այդպիսի բան լինի, բայց միանշանակ պարզ է, այդ արդեն պարզ էր Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում ելույթից հետո, երբ արդեն հրահանգը բառացի տվեց իրավապահամակարգին, որ ոչ մի բան չկա։ Նմանատիպ ձայնագրություններ միշտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միշտ դաշտ է ներել, այսպես սլիվ է արել իրանց բանով Փաշինյանի լրատվական հայկական ժամանակի միջոցով էս էլ։ Այդ ոչ մեկ չի կարող ասել։ Այդ անմեղության կանխավարկած կա, որ ոնց կանք ասում, կաշառք վերցել է, միշտ ոտնահարվում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պայմանագրի կողմից եւ իրավապահ համակարգը, որը դարձել է խեղճադագից գործիք, զբաղված է միայն ընդդիմադիրներին ճնշելով իրանց իրական գործընթացը, որը օր-օրի տեսնում ենք, որ հանցագործությունների աճ կա Հայաստանի Հանրապետությունում, ամեն օր սպանություն, տանագարություն, իրական գործընթացը թողած իրանց ընկած են արդեն ընդդիմադիրներին ճնշելով եւ այդ գործողությունը Դուք ասացիք, որ որոշում կա։ Պարոն, պարզ չէ երբ է դուրս գալու, որտեղ ներսում են քննիչները, ԱԱՑ-ը, փոխոստիկանապետերը, բարեկային ծառայության պետը, շատ են, ներսում են շատ էստեղ։ Չէ, վիդեոներ չունեմ։ Վիդեոներ չունեմ, բայց կան, նկարում էին վիդեո։ Հոգևոր հայրը այստեղ չէ, իրակեթե մի առաջնորդը Վարդան Ղուկասյանը ստացվում են հեռացնել եւ ինչ է լինելու։ Դե բան էր, մարտի 30-ին կայացած ընտրություններից հետո քաղաքացիական պայմանագիրը այդպես էլ չմարսեց այս բարդությունը ու այս 6-7 ամիսների ընթացքում հարցակումը թե քաղաքապետի վրա, թե մնացած գործիչների վրա, ովքեր ողջունեցին պարոն Ղուկասյանին որպես քաղաքապետ, սատարեցին, թիկունք եղան եւ ձևավորվեց ընդդիմադիր հավականի ձևավորվեց եւ պարոն Ղուկասյանը ընտրվեց քաղաքապետ։ Ամեն գնով փորձելու են որպեսզի քաղաքը զավթեն ու սրանով չեն բավարարելու։ Անցնելու են նաեւ մյուս քաղաքներին, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր ունեն։
նախատեսում է նման օրինակ ընթացք եւ ընտրություններից հետո իր տված ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ փոխքաղաքապետերի պաշտոնը չի տա այլ ուժերի ներկայացուցիչներին, քանի որ եթե իրեն կալանավորեն, ինքը այսպես ասած աթոռը թողնելու է իրեն վստահված անձանց։ Դե պարոն Ղուկասյանը զգում էր, որ օրից մի օր էս բանը կատարվելու է անպայման ու փաստացի դե վարկագծից քաղաքացիական պայմանագիր վարկագծից քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամների վարկագծից արդեն պարզ էր որ գնալու են այսպիսի գործողություն անպայման որ քաղաքը ցանկացած գնով փորձելու են զավթել Իրանց նման քաղաքապետ պարոն Ղուկասյանը կաշառք չի բաժանել ժողովրդի կողմից սիրված հարկված եղել նորմալ ընդդեմ ոչ մի կաշառք չի խոսալը ընդունված չէ Մարդուն ճիշտ է գխոսակինը վերև անել Կանեն անպայման միանշանակ չենք 70 տարեկան ենք, եկել ենք, հասել ենք իրա դուրը Գիտեմ միանշանակ որ քաղաքապետ է դարել ուրեմն ունի ընդրվել է մարդը քվե են տվել որ դարել է քաղաքապետ այդ մարդը չէ Որտեւ այդ մարդուն մենք կդիմենք ինքը մերժում չունի Ես գիտեմ շատ լավ գիտեմ Մերժում չունի մեզ իմար Տոմիկ կաբրին, Տոմիկի հարցերը գլուծե, անի կաբրին, կնոր հարցերը գլուծե, բանի մենք աշկերներս պտի կուրանոր, մենք հանգարց, իրան, մենք եդվան ենք։ Վերև ասպաս կա, ամեն չէ լավ կերն է, ամեն չէ լավ կերն է, ես բան չէ, ամեն ինչ ես ծասկված չէ, վերջի վերջու իրա Չէ, ոչինչ, ամեն ինչ էլ բան եղել է, չէ, չարը միշտ էլ վերջում լավով վերջաց, միանշանակ լավ կերն է, ամեն ինչ լավ կերնի, ներսում կա, աստաբանական թիմ ներսում կա, այո, շատ միք բան եղեք։ Ես դիմեցի, ես իրանց ասեցի, որ մտնեք, ես փորձեմ խոսամ, որ լրատվական միջոցներին ներս թողնեն։ Լավ, ես փորձեմ խոսեմ, դուր տամ ձեզ։ Դուստան ժողովրդի լիճի գերասին է հասարակական Ես ինչ բան է ABC մեդիայի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք ուղիղ հեռարձակման աշխատել Գյումրիի համայնքապետարանի բակից, այստեղ հավաքված են մի խումբ քաղաքացիներ, մենք քիչ առաջ զրուցեցինք պատգամավոր Մհեր Մելքոնյանի հետ, որ ներսում էր քննչական գործողությունները սկսելու պահից սկսած, նա նշեց, որ